ծույլ չեք, դուք մեղավոր չեք, որ ձեր տունը անընդհատ թափթփված տեսք է ստանում, միակ մեղավորը դա ավելորդ իրերն են, որ կուտակվել են ձեր տանը և որոնցից դուք չեք կարողանում կամ դժվար է ազատվելը։ Եկեք բերեմ այսպիսի օրինակ, եթե դուք ունենաք ևս մեկ բնակարան կամ տուն և վարձով տաք որևէ մեկին, սակայն որոշ ժամանակ անց այդ տնվորը չվճարի ձեզ այդ վարձը, արդյոք դուք կթողնեք այդ տնվորին այդ տանը և այդպես շարունակ նա կբնակվի և ձեզ որևէ օգուտ չի բերի, այլ միայն վնաս կտա, որովհետև դուք կարող եք այդ տարածքից վարձ ստանալ։ Իհարկե հասկացաք ինչ նկատի ունեմ։ Բոլոր այն անպետք իրերը, որոնք որ դուք պահում եք ձեր տանը, բայց չեք գործածում, չունեն որևէ արժեք ձեր օրվա համար, այդպիսի տնվորներ են, որոնցից ցավոք սրտի պետք է ազատվել, որպեսզի ազատվի մեր տարածքը, որպեսզի տունը լինի թեթև և հարմարավետ։ Ինչու՞մ է կայանում ամենամեծ սխալներից մեկը, որ երբ մենք կատարում ենք ավելորդազերծում, ազատում ենք մեր տունը ավելորդ իրերից, մենք ցանկանում ենք յուրաքանչյուր իրի համար գտնել մի կատարյալ նոր տեր, բայց մեր սիրելիներս, մեր իրերը կատուներ չեն, ում համար անպայման պետք է գտնել նոր տեր, որպեսզի նա ունենա նոր տուն, որպեսզի իրեն լավ նայեն։ Մեր ժամանակը չի ների, որպեսզի մենք ամբողջ մեր բոլոր իրերի մասին հոգ տանենք։ Էնպես որ հենց հիմա ցանկանում եմ ձեզ անել գործողության կոչ, վեր կացեք, վերցրեք 10 րոպեով որևէ աղբի տոպրակ և ազատեք մեկ դարակ։ Դարակ առ դարակ մենք ազատագրելու ենք մեր տները ավելորդ իրերից։ Ես ցանկանում եմ, որ այսօր դուք լինեք մարտական տրամադրվածությամբ, մարտիկի ոգով և վճռականությամբ սառնասրտորեն ազատվելու եք բոլոր անպետք իրերից, որոնք որ զբաղացրել են ձեր տարածքը, որոնք որ բարդացնում են ձեր կենցաղը, որոնց պատճառով դուք չգիտեք որտեղ են տեղավորվում ձեր պետքական իրերը։ Էնպես որ հենց հիմա վեր ենք կենում և միասին փոխում ենք մեր տունը դեպի լավը։ Եթե չեք ցանկանում այս պահին ավելորդազերծում իրականացնել, կարող եք շարունակել ձեր տան գործերը, որևէ գործողություն կատարեք անպայման, կամ ամանները լվացեք, կամ լվացքի մեքենան կարող եք լիցքավորել կամ հանել շորերը, էնպես որ հենց հիմա անում ենք այնպիսի գործողություններ, որոնք կթեթևացնեն մեր վաղվա եսի առօրյան, մեր վաղվա եսի կենցաղը։ Շատ հաճախ մենք թողնում ենք որոշ կիսատ գործեր մեր վաղվա եսին, բայց այսօր մենք թեթևացնելու ենք մեր ապագան, մեր վաղվա օրը,